Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարություն արեց կապված, որ սահմանադրական փոփոխությունների տեղի են ունենալու եւ դատական համակարգում է հստակ փոփոխությունները ակնհայտ լինելու, դատավորները ժամանակավոր ըստ էության տուն կգնան եւ արդյունքում նոր վերապատրաստ քննություններ կլինեն եւ նոր կվերնաշ, այսինքն ցմա դատավորները մի հատ սահմանադրական նորմի արդյունքում Նիկոլ Փաշինյանը տուն է ուղարկելու, հետո նոր նշանակում է անելու։ Հիմա փորձում ենք հասկանալ դատավորներից, դուք ձեզ յուրային եք համարում, թե ոչ ցանկալիներից շարքում եք համարում եւ յուրային, որը ոչ ցանկալի, որը ցանկալի։ Դե ըստ էության ոչ պաշտոնապես չկա, պարոն Պետրոսյան, բայց հիմա դուք պատրաստ եք ժամանակավոր տուն գնալ, սահմանադրական է այս փոփոխությունները, օրինական է։ Ամեն ինչը բխում է օրենքից։ Բայց ցմա եք դուք նշանակված, պարոն Պետրոսյան։ Ցմա չեմ, նախ ինչը 65 տարեկան։ Այո, դա ցմա է, ըստ էության։ Չէ, 65 տարեկանում անալու եմ ձեզ։ Դե չեք մանալու, բայց ըստ էության հստակ սահմանված է, որ մարդը մինչև 60 տարեկան միայն կարգապականի արդյունքում կարող են իրեն հրաժեշտ տալ դատական համակարգից։ Մինչդեռ դուք մինչև 65 տարեկան հանգիստ օրենքով սահմանված կա։ Երբ որ կստանանք պաշտոնական փաստաթուղթ, ձեր ասածը դուք ինչ-որ օդից կախված ուրելից եք ասում։ Երկրի վարչապետը հստակ հայտարարել է, կարող եմ ուղիղ խոսքը։ Պաշտոնապես փաստաթղթի չեմ ծանոթացել, այդպեսի փաստաթուղթ այս բանավոր խոսքով հնչել է, պարոն Պետրոսյան, դա հիմք չէ, որպեսզի հասկանաք ինչի մասին է խոսքը։ Ասում է դառնալու է պաշտոնակատար։ Դուք հիմա ասում եք, որ մինչև 65 տարեկանը ցմա է, բայց ցմա է թե ոչ։ Ցմա չի։ Մինչև 65 տարեկանը բացառապես կարգապականի դեպքում ձեզ կարող են հաջողություն մաղթել։ Պարոն Պետրոսյան, հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ուսանողն կարող են կարծիք հայտնել։ Հիմա ի տարբերություն ձեզ ես չեմ կարող առանց փաստաթղթի Դա ինչ է, պարոն Պետրոսյան, արվելու, ինչ է արվելու։ Ասում են, որ ցանկալիներից ազատելու համար։ Իշխանությունը իր սրտի դատավորներին ընտրելու համար, պարոն Պետրոսյան։ Սահմանադրական փոփոխությունների նպատակը լինի ոչ ցանկալիներից ազատվել։ Դա ավելի գլոբալ հարց է, դրա համար կծանոթանանք ասենք։ Բայց ԲԴԽ-ի միջոցով ազատվեցին, չէ՞, պարոն Պետրոսյան։ Ով ազատ։ Շատ դատավորներ, Դավիթ Դատավորներ, ովքեր Հարությունյանը։ ոչ ցանկալի են իշխանության համար։ Հիմա դրանք համամեկը ազատվել է առանցին հիմքեր։ Ես չեմ կարող բոլորին անել։ Պարոն Պետրոսյան, մեր ավանդական հարցը ըստ էության SMS, զանգեր, քաղաքական եռուն շրջան է, դատական համակարգի ուղղության բազմաթիվ են այդ խոսքերը, որ ըստ էության այդ դատական համակարգն է մեղավոր, այսպիսի գնահատականներ ինչ ասում։ Հետաքրքիր դուք վերաքննիչ եք գնացել, զանգեր ստացել։ Մեղավոր է, որ ըստ էության Հայաստանում արդարադատություն չի ենում, խնդրեմ վենդետաների շարքը, այ որ երկրում լիներ արդարադատություն, ըստ էության չէին ունենա վենդետաներ։ Մարդիկ տեսնում են, որ օրենքը չի գործում, դատարանները չեն գործում։ Կարող է լինել 3 միլիոն կարծիք, ամեն մեկի կարծիքին հետևեմ ու ազատեմ։ Բայց հանրային վստահության մակարդակ չէ պետք է ունենա դատական համակարգը։ Բայց այդ մասին եմ փաստում նաև բազմաթիվ միջազգային ներկայացում։ Դա ծանոթ չէ կողմից։ Բայց նույն միջազգային կառույցները շատ դեպքերում ասում են, որ ըստ էության դատական համակարգը լրիվ քաղաքականացված է քաղաքական։ Հատվածական գնահատականներ են, բայց ընդհանուր առմամբ բավականին բարձր վստահություն է հայլում այսօր գործող դատական համակարգը։ Պարոն Պետրոսյան, վստահությունը չի երևում արդյոք աղմկոտ գործերի վճիռներով, նախնական կալանավորումներով, խափանման միջոցներով։ Գործերն եք տեսնում, բայց բացի հանրությունն էլ է դա տեսնում, պարոն Պետրոսյան։ 1, 2, 3 են։ Կա 100 հազարավոր այլ գործեր, որոնցով որ արդարադատություն է իրականացվում։ Եթե այդ գործերն էլ տեսնեք, վերլուծեք եւ համադրեք, կհասկանաք, որ վստահությունը բավականին բարձր է։